Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ թեմաները այսօր բազմաթիվ է, բազմազան են, այնուամենայնիվ մենք մեր խոսակցությունը գուցե սկսենք հենց եկեղեցուց, որովհետև Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին ներսից զավթված է փոքրիկ խմբակի եւ մի ծերուկի կողմից, ով իրեն կաթողիկոս է հռչակել ու շարունակում է այդ հռչակացի երևակայական այդ իրականության մեջ ապրել, կարծելով թե մենք ոչ մեկս ոչինչ չենք կարող ըմբռնել եւ հասկանալ։ Եվ իր այս երևակայական աշխարհում կարգալույց է հռչակել Տեր Տարոն Քահանա Հունանյանին, Տեր Տարոնը հիշեցնեմ գտնվում էր Հովանավանքում, Կիրակի օրը պատարագին մասնակցում էր եւ իր ուրույն կարծիքը ուներ եւ իր կարծիքն է բարձրաձայնել այս ամեն ինչի հետ կապված։ Ուրեմն նոյեմբերի 6-ին այս ծերուկը հայրապետական տնօրինությամբ երևակայական աշխարհի մասին է խոսքը ստորև ներկայացած հիմնավորումներով կարգալույց է հռչակել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տեր Տարոն Քահանա Հունանյանը։ Այս մասին հայտնում են Մայր աթոռից։ Տնօրինության համար հիմք է ծառայել Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի զեկուցագիրը եւ այն խունտայի ներկայացուցիչն է եւ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի պարգևների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը ծերուկի մոտ կզած աշխատողներից մյուսի եզրակացությունը, որով վերջինս ինքնակամ լքել է իր ծառայության վայրը 24 թվականի մայիս ամսից, անտեսել է Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի խորհուրդներն ու հրահանգները եւ հարատևել կարգազանց ընթացքի մեջ, իսկ Տավուշի թեմի առաջնորդը ինչ հրահանգներ ա տվել, շատ հետաքրքիր է, որովհետեւ այս առաջնորդներին ոնց նայում ենք իրար մորքուրի քեռու տղա եւ այլն, այնպիսի հրահանգներ են տալիս, որոնք որ միայն ու բացառապես քաղաքական են։ Մասնակցել է կարգազուրկ հռչակված Ստեփան Ասատրյանի կազմակերպած կանոնական արարողությանը մեղսակից դառնալով կարգալուծվածին, դու շատ փոքր ես կարգալույց անես, քո կարգալույցի հռչակումը անգամ արամ ան չի ընդունում, ու դրա նախադեպերը կան ու ըստ տրամադրությունների եւ կապրիզների չի, որ պիտի որոշումներ կայացնեք։ Համար դե հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին եւ ծառայեկից եկեղեցականներին։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին չի վարկաբեկել ու դուք չեք կարող գետ մեկ կադր ցույց տալ, գետ մեկ խոսք, որտեղ որ մեր եկեղեցին նրա շուրթերով վարկաբեկված կլինի, որովհետեւ եթե Տեր Տարոնը վարկաբեկեր Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին, այդ մենք ինքներս կզբաղվենք, դուք շատ փոքր եք, դուք պղծեր եք, որ զբաղվեք, դուք Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին հենց ձեր գործունեությամբ ու ձեր երևակայական աշխարհով հանդերձ արդեն իսկ վարկաբեկում եք եւ ձեր ներկայությունը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ներսում արդեն վարկաբեկիչ գործընթաց է, որովհետեւ այդ նայեցինք այդ հոգեվոր բարձրագույն խորհրդի կադրերը, տեսանք սեռական կյանքով ապրող ամենատարբեր arczepiskoposների ներկայությունը։ Նրանք են որոշել թե ով է կարգալույց, ով չէ։ Եկեք մի հատ այսպիսի բան հարցկանանք, պատկերացրեք դատավորը օրինազանց է լինում, օրինազանց դատավորը բոլոր տեսակ օրենքների վրա թքած ունեցող դատավորը կարող է դատավճիռ կայացնել, թե ոչ։ Սա տարական տրամաբանություն է, օրինազանցներով պղծերով նստած որոշումներ են կայացնում ու գիտեք ինչ, դուք ամեն օր ավելի եք կուտակում մեծագույն ատելություն ձեր հանդեպ։ Ես հասկանում եմ, որ նյարդերից արդեն գժվել եք, էլ չգիտեք ում կարգալույց հռչակեք, ում ինչ հռչակեք, բայց մի հատ նայեք ձեզ, այդքանով նստած նայեք ձեզ մի հատ։ Ու ես այո, այն հոգևորականներին, ովքեր այդտեղ ներկա են լինում եւ փորձում են արդարադատություն իրականացնել, ես որպես քաղաքացի եւ հավատացյալ դիմում եմ ձեզ։ Խնդրում եմ, վերցրեք ղեկը ձեր ձեռքը, անկախ ամեն ինչից, թե ինչեր կհրապարակվեն։ Ուրեմն ասեմ, ինչու եմ ես ինչեր հրապարակվել ասում։ Մենք բոլորս ենք հասկանում, որ ձեր ներսում շատ դժվար է գտնել ամբողջովին մաքուր մեկին։ Շատ դժվար, բոլորս դա հասկանում ենք, բայց նաև հասկանում ենք, որ միջավայրը կարա պարտադրած լինի որոշ գործողություններ։ Դա նույնպես հասկանում ենք։ Այնպես որ մեր հասկացողությանը, ըմբռնողունակությանը կարող եք վստահել եւ քայլեր անել մաքրելու ձեր իրական գործառույթը իրականացնել որպես սրբազան հայրեր։ Մաքրեք ինքներդ։
որպեսզի ավելի մեծ ցավ չպատճառվի ոչ մեկին։ Այս ամեն ինչը հանրությանը ցավ է պատճառում ու հանրությունը լուր չի մնալու։ Սա ասեմ, ժողովուրդ ջան, մենք հանդիպելու ենք Կիրակի օրը Թալինում Տեր Թադեի պատարագին, ում նույնպես հանրության ներկայությունն ու աջակցությունը խիստ անհրաժեշտ է, եւ Տեր Տարոնի պարագայում հատկապես անհրաժեշտ է։ Այնպես որ մենք ինչ ենք ասում ենք դուրս եկեք եւ միացեք հանրությանը, միացեք ձեր հավատացյալ հոտին, ընդվզեք որովհետեւ պղծին, չէ՞։ Մենք մեր զորակցությունը հայտնում ենք, դուրս են եկել մարդիկ, օրը մեկը ասում է, եւ մենք պիտի մեր ֆիզիկական ներկայությամբ նաեւ հաստատենք մեր խոսքը, որ մենք այո համաձայն ենք, ու այս բանակը մեծանալու է, ամեն օրով պիտի ավելի ու ավելի մեծանա, ժողովուրդ ջան, այլ կերպ հնարավոր չի, եթե ինձ շատ են դրսում մոտենում ու ասում, լավ վերջը ոնց է լինելու, այ այդ հարց տվողին եմ ասում, հարգելիս, երբ որ դու ինձ հարցնում ես վերջը ոնց է լինելու, ես կարող եմ ամենատարբեր պատասխանները տալ, քանի դեռ դու ինքդ չես մասնակցում այդ վերջի ծրագրավորմանը, հասկանում ես, եւ եթե դու մասնակիցը կլինես նույն հավատով, նույն վստահությամբ, ինչպես ես, կարող ես հանգիստ լինել, որ վերջը շատ լավ է լինելու, շատ լավ, ու պիտի ազատագրվի Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին պակ գործակալներից, եւ լավ կլինի, որ լրագրողները, երբ որ վարչապետը, երկրի ղեկավարը, ով տիրապետում է մեծ գաղտնիքների, ով վստահաբար եթե իր ասելիքը ասի, այն ինչը որ տիրապետում է տեղադրի ապացուցում, դուք պատկերացրեք ինչ կլինի, բայց չի անում այդ քայլերը, ճիշտ հակառակ, դեռ իրենք են իրանց բաները հրապարակում, ոնց որ Արշակինը հրապարակեցին, հա, այդ սեռական հարաբերությունները, այդ սաղ իրենց գործն է, իրանք իրար դեմ են դուրս եկել, ժողովուրդ ջան, մենք այդպես կեղտոտ բաներով չենք զբաղվելու, մենք ուղիղ բան է ասվել, վարչապետը ուղիղ բան է ասել, եզրասը պակ գործակալ է։ Կա ինչ-որ այս մասով հակադարձում, թե չկա հակադարձում, վստահաբար, վարչապետը երբ որ դա ասում է, չի ասում որոշ խոսույթներից ու կարծիքներից ելնելով, ասում է տիրապետելով ինֆորմացիաների ու փաստաթղթերի։ Ուզում եք գնաք պակ գործակալի մոտ, KGB-ի գործակալի մոտ եւ նրա միջոցով կապվեք ասուն, խնդրեմ դա ձեր գործն է։ Եվ ես ուզում եմ հավատացյալներին նույնպես ասել, սիրելի հավատացյալներ, ձեր հավատքը օգտագործում են ձեր դեմ, ձեր հավատքը օգտագործում են եկեղեցու դեմ, ձեր հավատքը օգտագործում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի դեմ։ Շատ լավ իմանալով ձեր նվիրվածությունը եւ ձեր հավատքի խորությունը, մեծությունը, նրանք փորձում են դա օգտագործել ամենատարբեր հերյուրանքներ ու բամբասանքներ տարածելով իբր իրենց բարձրագույն կարծիք։ Ասեմ ձեզ հետեւյալը, ցանկացած պարագայում, երբ որ որևիցե եկեղեցական ձեզ այդ խոսալու ընթացքում մի կես գրամ խոսում է քաղաքականությունից, վստահ եղեք արդեն ձեզ օգտագործում են, արդեն ձեզ օգտագործում են, եւ հարցը մեկն է, ձեր հոգեվոր հովվին ամենատարբեր վայրերում կարող եք հանգիստ կանգնել ու հարց տալ, կաթողիկոսը երեխա ունի, թե չունի, վերջ, կարող է, այսինքն ունի, բայց կարող է երեխա ունեցողը լինել կաթողիկոս, թե ոչ։ Ինչքան կուզեն գալ, չգիտեմ, գիտեք լուսավորիչներ ուներ երեխաներ, նարեկած, ինչ ուզում են ասեն, դա չի հետաքրքիր, դա միջնադարա, դա այն դարերն են, որտեղ որ հնարավոր էր նաև այդպես, դրանից հետո կանոնակարգեր են փոփոխվել եւ պայման եւ կանոն կա, որ պիտի լինեն կուսակրոն, այդ ինչ որ պայից սկսած, կուսակրոնությունը այնպեսի բան, որ չի կարող մարդը լինի կուսակրոն եւ ունենա երեխա, դա չի լինում, դա աշխարհում չի հանդիպում, նման բան եղել է միայն կույս Մայրամ Աստվածածնի հետ, ով եղել է կույս, բայց հղի, հասկանում եք, չի կարող այլ կերպ լինել, եւ եթե նման բան եղել է նաեւ բանի Կտրիշ Ներսիսյանի պարագայում, որ կույս է, բայց երեխա ունի, իր կնոջ հետ հանդերձ, ապա այդ երեխային բերեք, այն որ 5 պակասով աստվածություն է, կարա այդպիսի բան լինի, դուք հասկանում եք պղծությունը որտեղ է, սա է հենց խնդիրը, եւ այո, Կտրիշ Ներսիսյանի որևիցե հրճակում, կարգալույծության, թե լավ բանի, թե վատ բանի, այլևս չի ներկայացնում հայ հանրության, հայ հավատացյալների
կարծիքը կամ ցանկությունը դրանք բոլորը ապօրինի են վերջ սա աքսիոմա է ու սա այլևս հնարավոր չի մերժել սա երբեք չի ընկնելու իր տեղը որևիցե գործողությունով Արցախի եկեղեցիները ծախացի եւ մեր իմիջայլոց այսօր մի հետաքրքիր խոսակցություն ունեցա մի տարեց մարդու հետ ում առաջիկայում հյուրընկալվելու եմ բանում Սաղմոսավանքում ուրեմն ասում Սաղմոսավանքի բարձվում է Սաղմոսավանքի Պարիսպները նախ Սաղմոսավանքը երաշերտ եկեղեցի է այնտեղ կարծես Մեհյանել է եղել եւ այս Պարիսպը որ կա Պարիսպով որ փակված է այդ Պարիսպները առաջին հազարամյակ մեր թվարկությունից առաջ ու պատին փակցված եղել է որ այդ Պարիսպները որոշակի ինչ որ կառույցի պարիսպներ են կամ գյուղի պարիսպներ են կամ չգիտեմ Միշնաբերդի սրանք արդեն կարելի է ուսումնասիրել հասկանալ առաջին հազարամյակ մեր թվարկությունից առաջ հետո այդտեղ Սաղմոսավանքն է կառուցվել լավ մեր եկեղեցին մեր պատմությունը ինչի է կպած ուզում ոչնչացնի ինչի է վերցրել ու հեռացրել այդ փակցված պլակատը որը որ բանա սովետական միության ժամանակ ենթադրում եմ դեռ փակցված կլինի ինչի համար եք հեռացնում ինչի համար եք մակրում ու ջնջում պատմությունը հայոց պատմությունը հայերիս Հայաստանի պատմությունը ինչի եք դուք երկրորդում պատմությունը ձեր առաջնային դասելու այո հայաստանից առաքելական սուրբ եկեղեցին 301 թվականից քրիստոնեության հռչակումից հետո մեզ համար սրբությունն է եւ առաջնայինը բայց դա չի կարող լինել Հայաստանի եւ հայոց պատմության հաշվին դա պատմության մեր բազմադարյա բազմահազարամյա պատմության մեջ դրվագա որը փոխել է շատ բան ու դեպի լավը հիմա դուք զբաղված եք պղծություններով դեպի հայկականությունը պղծություններով առ եկեղեցի պղծություններով առ Աստված ձեր խոսքը դրժելով մենք հայեցիությունը համայնքներում Հայաստանից դուրս հայկականությունն ենք պահում ինչով եք պահում Հայաստանի պատմություն եք ներկայացնում հայկականությունը միայն եկեղեցին չի եկեղեցին հայկականության մի փոքրիկ մասն է մարդու հավատքն է խիղճն է բայց պատմությունը չի մեր պատմությունը սկսվում է հայ քնահապետից եւ այդ ձեր վերաձևակերպումները պահեք կտանեք Պուտինի դեմը կդնեք մի շքանշանել գուցե այդ ժամանակ ստանաք շարժվենք առաջ բարձվում է մեր ընդդիմադիրները բավականին սեզոնային մոտեցումներ ունեն ոչ միայն գործողությունների առումով այլ նաեւ մեկնաբանությունների առումով աչքովս ընկավ ասի լավ նայեմ այս տղային շուտ բանից չեմ լսել անունը Իշխան Սաղաթելյան անուն ազգանունը ասում եմ տեսնեմ ինչից է խոսում այս մարդը իմ ժամանակից հատկացրեցի էլի ասենց շնորհը արեցի ու մի հատ խոսույթի հանդիպեցի որ այս բանա խաղաղությունը այսօր վայ իշխանությունները զինադադարը փորձում են մատուցել որպես խաղաղություն ասում մի րոպե զինադադարը նախ եղել է Արցախում դրանից հետո ռուսները պիտի երաշխավոր լինեին արցախցիների անվտանգության եւ իրավունքների համար ծախել են քցել են Արցախի մեր հայրենակիցներին թույլատրել են էթնիկ զտում իրենց հենց աչքի առաջ դա տեղի ունեցել դե իրանք փորձ ունեն որովհետեւ նման բաներ 15 թվականին էլ է եղել հետո գնում է օգոստոսի 8-ը հասնում ենք մի կետի որ ռուսները ասում մենք չենք անում ոչ մի բան հասնում ենք մեր դիվանական գիտական բլոկը նրան որ օգոստոսի 8-ի պայմանավորվածություններն են ձեռք բերվում մինչև այդ տարուց ավել տարի 7-8 ամսվա մասին գրեթե 2 տարվա մասին է խոսքը կրակոցներ չեն լինում սահմանում զինվոր չի զոհվում այս ամեն ինչը զինադադար են որակում սրանք ու ասում են որ դա մատուցվում է խաղաղության տեղ լավ ընդունենք այս կարծիքն է ընդունենք սա երկաթե կարծիք է ու պետք չի հակադարձել Իշխան Սաղաթելյան դու որ նեղվում ես որ քո ասած զինադադարը ներկայացվում է որպես խաղաղություն ապա կարող եմ իմանալ այդ նույն զինադադարը ինչի եք դու ձեր
թիմով, հակապետական թիմով, մյուս թիմերի հետ հանդերձ 17+, 24-, չգիտեմ ինչերով, այդ նույն զինադադարը որակում որպես կապիտուլյացիա։ Ինչի, բայց երբ որ դուք զինադադարը որակում եք կապիտուլյացիա, մենք վերագրում ենք զինադադար։ Ինչի ենք մենք դառնում թուրքը ըստ ձեր ձևակերպումների եւ ժեխը, իսկ դուք դառնում եք պատրիոտիզմի մի հատ սիմվոլ։ Եվ այսօր դուք ասում եք, որ դա զինադադար էր, փաստորեն ապուշ չէիք հասկանում, եւ հիմա ասում եք այդ զինադադար, այսինքն ըստ ձեր, եթե դուք որակել եք մի դեպքում կապիտուլյացիա, կապիտուլյացիան պիտի որ այսօր ներկայացվեր որպես խաղաղություն։ Այս ինչի՞ բա խուսափեցիք այդ մտքից։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ, նախ թույլ տվեք ներողություն խնդրել, որ այսօրվա հաղորդումը մի փոքր ընդհանուր հաշվով կարճ է լինելու, դա կապված է որոշակի տեխնիկական գործողությունների հետ, միայն մեր եթերները ավելի լավը դարձնելու համար է հետագայում։ Ուրեմն տեսեք, սա միակ դեպքը չի, ծիծաղելի, չափազանց ծիծաղելի իրավիճակում է հայտնվել ընդդիմությունը, չգիտի էլ ոնց անի, ու աչքովս ընկավ մի փոքրիկ հագծված նույնպես, նույն իրենց ընդդիմադիր հռչակած ուժերի կողմից, ովքեր որ կարծում են, որ այն ցորենը, որը որ Ղազախստանից եւ կամ Ռուսաստանից, Ադրբեջանով ամենայն դեպս գալիս է ցորեն, որոշում են այլ կերպ մեկնաբանել, որ դա ոչ թե մեր դիվանագիտական բլոկի, ոչ թե արտաքինս աշխատանքների արդյունքում է, այլ դա Պուտինի ամագն է, հասկանում եք, Պուտինն է փաստորեն որոշում կայացրել եւ մենք բոլորս պարտավոր ենք Պուտինին։ Այս ինչ անշնորհակալ ժողովուրդ եք, տո, խնդրեմ։ Միջնորդությամբ իրականացված գործընթացներ են։ Ես ուզում եմ մեզ լսող մարդկանց ասել, որ այն ինչ տեղի է ունենում հիմա, այսինքն այն տրանզիտային ճանապարհը, որ Ադրբեջանով գալիս է, դա որևէ կապ չունի Վաշինգտոնյան համաձայնությունների հետ, որևէ կապ չունի Տրամպի միջնորդությունների հետ, այլ բացառապես ռուսական միջնորդությամբ իրականացված գործընթացներ են։ Այսինքն ոչ թե Տրամպի ճանապարհն է սա, այլ հստակ պուտինյան ճանապարհն է եւ Պուտինի միջնորդությամբ իրականացված գործընթացներ են։ Այս գործընթացները մեկնարկել են դեռևս Դուշանբեում, հոկտեմբերին, երբ քննարկումներ կար ԱՊՀ գագաթաժողովներ տեղի ունենում, ԱՊՀ երկրների ղեկավարները գտնվում էին Դուշանբեում, այնտեղ տեղի ունեցել նաև Պուտին-Ալիև հանդիպումը, եւ այդ հանդիպումներից հետո Ալիևը ինքը հայտարարել է, որ պատրաստ է ճանապարհ տրամադրել իր տարածքով հայկական բեռների համար։ Ես ուզում եմ մեզ լսել։ Իմացաք։ Պուտինին անուն չդնեք։ Փաստորեն Պուտինը կարող էր Ալիևին ասել, որպեսզի Ալիևը ճանապարհը բացի, որպեսզի ռուսական եւ ղազախական ցորենը Ադրբեջանով գա Հայաստան։ Հասկացաք։ Եվ դա դեռ հոկտեմբերին են պայմանավորվել։ Ինչ Տրամպի ուղի։ Ես ինչ եք խոսում։ Պարզապես, գիտեք, Պուտինը նոր է հասկացել, որ կարելի էր Ադրբեջանով դա անել։ Կարելի էր Ադրբեջանին ասել, որ ճանապարհ բացի։ Եվ ոչինչ, որ Արցախը մի քանի ամիս գտնվում էր հումանիտար ճգնաժամի մեջ, եւ ճանապարհը փակ էր եւ նրա զինվորները չէին կարողանում բացել։ Եվ Պուտինը այդ ժամանակ չէր կարողանում Ալիևին ասել, որ այն ձեր էկոակտիվիստերին են կողմ տարեք։ Էլ չէր կարողանում ասել, այդ գերիներին ուր եք տանում, դուք այն կողմ եք տանում, այդ մարդկանց այս կողմ պիտի բերեք։ Չէր կարողանում։ Բայց հիմա մի րոպե, հանկարծ Ադրբեջանը սկսել է մտածել մեր տնտեսության մասին, մեր ժողովրդի մասին Պուտինի միջոցով։ Հասկացաք։ Ցնդաբանություն։ Սա մեր ընդդիմադիրներն են։ Ինչ ուզում եք արեք, միայն թե Պուտինի անունը բարձր պայեք։ Սրանց հետո բոլորով ժողովուրդ ջան գնում ենք, այսպես թևներից բան ենք անում, այդ տատու ենք անում Պուտինի նկարը, ու տակը գրում ենք, որ չենք մոռանա նրա արած այդ լավությունը։ Կարծում են, թե մեր ժողովուրդը հավի հիշողություն ունի։ Հավի հիշողություն, որ այսինքն Պուտինը ուղիղ իրեն ենթակա
ուղիղ իր պատասխանատվության գոտում գտնվող Արցախի հարցում չկարողացավ ճամփեն բացել տար։ Բայց երկու պետություններ, որոնք որ օգոստոսի 8-ին նախաստորագրում են խաղաղության պայմանագիր, հանկարծ հոկտեմբեր ամսին կարողանում, մեր ջանքերի շնորհիվ այդ մարդը հասնի նրան, որ ծորեն է այնտեղով գա, հասկացաք։ Իսկ դուք դրել եք թե Ամերիկան, Թրամփը, բան։ Ու ինքը բնավ չէր պահանջում Սյունիքի Միջանցք, Զանգեզուրի Միջանցք։ Ով ռուսները տես բան պահանջել են, բացարձակ։ Մեր ընդդիմությունը պահանջել, լավ, երբեք։ Մեր ընդդիմությունը ընդհանրապես պարտադրում էր, որ մենք կատարենք նոյեմբերի 9-ի պայմանագրի մի կետ, որտեղ որ ճանապարհը բաներ անում Միջանցք բառով էր փոխարինում եւ պարտադրում էր ու ասում էր, որ այդ ճանապարհի վրա պիտի FSB-ն կանգնի։ Բայց հիմա այդ նույն լրագրողները խառնվել են իրար, որ Թրամփի ուղու վրա ոչ ոք չի կանգնում։ Կանգնում են Հայաստանում հայկական ուժերը, Ադրբեջանում ադրբեջանական։ Դա վատ է, շատ վատ է, պիտի FSB-ն կանգներ, ինչի մասին եք խոսում։ Որպեսզի հենց թուրքը հարձակվի, ռուսը մեզի փրկի, հասկացաք։ Ինչ կարճ եք մտածում, ժողովուրդ, ես չեմ հասկանում ձեզ։ Գիտեք, որ ժամանակ առ ժամանակ խոստացել եմ անդրադառնալ հեծում տիրովիճակին եւ Ռոմանուս Պետրոսյանի հեծի ժամանակավոր պաշտոնակատարի ղեկավարի բանին, հայտարարություններին։ Մի քանի հայտարարություն անկեղծ եթե լինենք ցավոք սրտի բաց եմ թողել, այս եկեղեցու շուրջ կատարվող, այսքան շուրջ է ներսում կատարվող իրավիճակներից ելնելով եւ հիմա ընթերցեմ։ Ռոմանուս Պետրոսյանը 3 այս հրապարակումը արել։ 23-ից 25 թվականների ընթացքում հեծի միայն 6 վարչական շենքերում սեփական կարիքների համար փաստացի ծախսված էլեկտրաէներգիայի քանակներն արհեստականորեն ուռճացվել են, հավելագրերով տվյալ հաշիվներին ավելի քան 3.1 միլիոն կիլովատ-ժամ էլեկտրաէներգիայի հավելյալ քանակ։ Թեպետ հեծի նկատմամբ հարուցված վարչական վարույթի ավարտին հաշված օրեր են մնացել եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շուտով պետք է օրենքով սահմանված կարգով նիստ գումարի եւ որոշում կայացնի, սակայն չենք դադարում զարմանալ մեր ուսումնասիրությունների եւ թիրախային վերահսկողության արդյունքում արձանագրված նորանոր իրավախախտումների բնույթից եւ դրանց ծավալներից։ Օրերս բացահայտել, փաստաթղթավորել ու ՀՑԿՀ-ենք ուղարկել լիովին նոր բնույթի եւ աննախադեպ ծավալի եւս մի իրավախախտման փաստ։ Խոսքը գնում է ավելի քան 3.1 միլիոն կիլովատ-ժամ հավելագրած էլեկտրաէներգիայի քանակի մասին, որը բացահայտվել է հեծի ցանցերում արկա 52 վարչական շենքերից միայն 6-ում հավելագրած 23-ից 25 թվերի ընթացքում։ Դուք պատկերացրեք, տակը դեռ 46-ն էլ կան։ Շոկայական միջինացված արժեքով հաշված այս դեպքում ընկերությանը հասցված վնասը կազմում է ավելի քան 150 միլիոն ՀՀ դրամ։ Ընդ որում, այս ծախսն ուղիղ անդրադառնում է հանրությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի մեծության վրա։ Ուղղակիորեն մեծատառերով է գրած։ Այսինքն մենք որ թանկ ենք վճարում, մեզ համար այդ սակագնային պլանի վրա ուղիղ անդրադառնում է։ Եթե արկա ռեսուրսներն ու ժամանակը ներեին էլ ավելի լայնամասշտաբ ստուգումներ արվեր այս ուղղությամբ, ապա վստահաբար սեփական կարիքների համար ծախսված էլեկտրաէներգիայի քանակներին հավելագրված ծավալները բազմապատիկ անգամ ավելին կարձանագրվեին, քանի որ ստուգումներն իրականացվել են ընտրողական եղանակով, ընդամենը Երևանի եւ ՀՀ տարբեր մարզերի մի շարք ցանցերում, մոտ 10%-ում, եւ բոլոր տեղերում դրանք արձանագրելով կարող ենք պնդել, որ ըստ երևույթին այս հավելագրումները կրել են համակարգային բնույթ։ Վերահսկողական աշխատանքներն անշուշտ չեն դադարելու այս ուղղությամբ, սակայն նոր հնարավոր արձանագրումներն ըստ երևույթին չենք հասցնի ներկայացնել ՀՑԿՀ, մինչև վարույթի ամփոփումը, սակայն իրավական գնահատականի անկասկած դրանք կներկայացվեն ողջ ծավալով, հենց այլևս ծառայում է մեր ժողովրդին։ Տեսեք, մոտավորապես 10%-ում են ստուգում արել, դե այդքան են հնարավորությունները ներել եւ 23-ից 25 թվերի մասին։ Այսինքն փաստաթղթերից այդ
Պարանի միջից այս վերջին 20 տարիների վերցրել են այս 2 տարվանը։ Գոնե մի քիչ ահ ունենային, ասեն լավ դե կարող է վերահսկողություն լինի, էլի։ Տեսեք, ընդամենը 10%-ում հայտնաբերվել է 150 միլիոն դրամի բան։ Եթե բազմապատկենք 10-ով, այսինքն եթե 100%-ով անենք միջին ասված գումարով, դառնալու է 1.5 միլիարդ։ Սա 23-ից 25 թվերի մասին է։ Եկեք այս 1.5 միլիարդին գումարենք, այն մյուս 1.5 միլիարդը, որը արդեն կարդացել ենք, այն մյուս 2 միլիարդը, որն արդեն կարդացել ենք, գումարենք, չէ՞ որ այս 2 տարին այն 20 տարվա 10%-ն է։ Սա նույնպես բազմապատկենք 10-ով եւ կտեսնենք, թե ինչպիսի բարերար ենք ունեցել մենք իրականում։ Ում ազատ արձակման համար այսօր մի ամբողջ քաղաքական թիմ է ձևավորվում եւ նրա առայժմ առաջին օղակներից մեկը Նարեկ Կարապետյանն էլ գնում է Նյու Յորք $400,000 վճարում է, դե եղած տեղից է վճարում, ոչ եղած տեղից չի վճարի այդ մարդը, որպեսզի հարցազրույց ունենա Կարլսոնի հետ։ Նարեկ ջան, արի սենց անենք։ Քանի որ այդ հարցազրույցը ամերիկյան ունկնդրողին այնքան էլ հետա։ Ես գիտեմ դու ես ասել այնտեղ, որովհետև մեր ընդդիմադիրների մոտ գնալ հարցազրույց տալը բանա, քեզ ուղիղ աֆիլացնում Քոչարյանի ու Սերժի հետ, դու անընդհատ փորձում ես խուսափես, դրա համար չես գնում այնտեղ, կամ փորձում ես քիչ գնալ։ Հանրային հեռուստատեսություն, չգիտեմ, դու ուզում ես գնաս թե չէ, կարծում եմ Պետրոս Ղազարյան քեզ կընդունի, բայց արի ես ամեն ինչը դնենք մի կողմ։ Արի ես քեզ հրապարակային ձևով հրավիրեմ այս հաղորդմանը հյուր։ Արի նստենք միասին զրուցենք։ Զրուցենք։ Մի քանի հարց կա, կպարզենք եւ այլն։ Քեզ վստահեցնում եմ, մեր հետևորդներին շատ հետաքրքիր կլինի մեր երկխոսությունը։ Ինչի համար հասնել ամերիկացիների համար եթեր տալ։ Ելույթ ունենալ։ Մեզ համար է, չէ՞։ Խնդրեմ համեցիր։ Հրապարակային ձևով հրավիրում եմ օրվա ու ժամի հետ պայմանավորված, կարող եք կապի դուրս գալ, ես ես սիրով կկապվենք ու կպայմանավորվենք։ Եթե հրապարակային հրավերը ընդունում եք, մանրամասների համար զանգեք, կպայմանավորվենք։ Լավ։ Հիմա մենք այսօր տեսնում ենք, հա, ու այս ամեն ինչի մեջ, այս մեր համովները, այս մեր ազգի մասին մտածողները, չգիտեմ որ գյուղում կտուրները, սարքողները, արցախցիներին մեծ բարեգործություններ արածները, դե այդպես են ներկայացրել, վարչապետն ասել է, մարդես ինչ լավ բարերարներ են, մի անգամ էլ իր ելույթի մեջ ասել է, որ բարերար են այս մարդիկ, բայց հետո քիչ-քիչ մեկ էլ գալիս է թղթերը։ Պարզվում է ինչի մասին է խոսքը։ Հիմա դիմել էին ՀՑԿՀ, որպեսզի ժողովուրդ ջան, նայեք ինչ լավ բան էին ձեռնարկել Նարեկ Կարապետյան, որ 2 լումայով, թե 20 լումայով, չէ 2 լումայով, 2 լումայով հոսանքը էժանանա։ 20 տարուց ավել կառավարել են, իրենք այդ էժանանալու տեղը չեն գտել։ 2 լումայով որպեսզի էժանանա։ Եթե դուք ես ամեն ինչը նորմալ կառավարեք, հա այդ 2 լումա ժողովուրդ, որպեսզի հասկանալի լինի, ձեր վրա ամսվա կտրվածքով ձեր մուծելիքի վրա 50 դրամով է տարբերություն տալու։ Սա որպեսզի հասկանանք, հա։ Այսինքն ասում է, եկեք մտածենք թոշակառու տատիկի մասին, որպեսզի նա հոսանք վճարի ոչ թե 6780 դրամ, այլ 6730 դրամ։ Դուք նայեք, խելքը նայեք սրանց, էլի։ Այս միլիարդները իրանք տանեն իրանց տուն։ Ես վստահ եմ, որ մի փոքր ավելի լավ աշխատելու ընթացքում հնարավոր է սակագնի փոփոխություն էլ տեղ ունենա, որտեղ այս միլիարդները վերադառնում են բյուջե։ Կարծում եմ, սա սուբյեկտիվ կարծիք է, եկեք այնպես չդառնա խոստանում եմ, բայց կարծում եմ, ամեն դեպքում առնվազն հոսանքի որակի վրա եւ սպասարկման որակի վրա հաստատ կանդրադառնա։ Սա ես մի գրամ կասկած չունեմ։ Միա հեծ են տվել ձեզ, որպեսի կառավարեք, պետությունից փողերը վերցրել ու լափել եք։ Այսօր դուրս եք եկել, պետությունը պետք է կառուցի բաներ, գործարաններ, պետությունը չպիտի կառուցի գործարաններ, պետությունը պիտի ստեղծի միջավայր, որպեսի կառուցվեն գործարաններ։ Հիմա հարց Նարեկ ջան, այդքան հնարավորությունների տեր տղա ես 400,000 էլ տարարտվիր կառուցոնեն։ Բայց sense հարց, դուք Հայաստանում ուզեցել եք բան, ժողովրդի մասին մտածեք, գործարան կառուցեք, իշխանությունները ձեզ արգելել են։ Ասեք Ռոբերտ Քոչարյանի օրոք ուզեցել եք ձեռնարկություն սարքեք, թույլ չեն տվել։
Եթե այո, խնդրեմ բարձրաձայնեք։ Սերժ Սարգսյանի ժամանակ ցանկացել եք գործարաններ կառուցեք, արհեստական խնդիրների առաջ եք կանգնել։ Եթե այո, խնդրեմ բարձրաձայնեք։ Նիկոլ Փաշինյանի ժամանակ ցանկացել եք գործարաններ կառուցել եւ ձեզ թույլ չեն տվել, խնդրեմ բարձրաձայնեք։ Գնա կառուցի, քեզ ով է խանգարում։ Դարար 400,000 տվեցիր մեկին, ով հեսա Ամերիկայում գործարաններ կկառուցի, ինչ ա եղել որ։ Սա ուղիղ բաներ էլի, դուրս, չգիտեմ, ինչ էր էսի։ Սա ծիծաղելի է էլի, այս վիճակում։ Խոսեն մի կողմի ժողովրդի մասին մտածել ու այդպիսի քայլի գնալ, սա ծիծաղելի է։ Դեռ 400,000 չի նստել այս ամբողջը, ասում են 1 միլիոն է նստել։ Այնուամենայնիվ, եւ ամենածիծաղելին այն է, որ Սամվել Կարապետյանի որդին մարդիկ, ովքեր տիրապետում են մի ամբողջ ցանցի, սննդի կետերի ցանցի, հասնում են Ամերիկա, որպեսի բուրգեր ուտեն։ Ու Սամվել Կարապետյանի որդին էր ասում, որ իրեն կանգնացրել են այնտեղ, ինքը ասել է, որ եկել է Ամերիկա բուրգեր ուտելու։ Ձեռ առել, էլի, Ամերիկայի ոստիկանին ձեռ առել։ Եթե Ամերիկայի ոստիկանին է փորձել ձեռ առնելու հսս բաներ, դե պատկերացեք, եթե հանկարծ այստեղ մի հատ իշխանություն ունենան, ինչա կատարվելու, ինչա ստացվելու։ Լավ բարեգործներ են։ Իսկ իրականում ժողովուրդ ջան, եթե մենք ունենք պետականություն եւ պետությունը, իշխանությունները լեգիտիմ են եւ տեսնում ենք ինչպես են կառավարում մեր ֆինանսական միջոցները, բյուջեն, տեսնում ենք թե ինչեր է կառուցվում Հայաստանի Հանրապետությունում, ինչեր է կառուցվում, անգամ աշխատուժի պակաս կա, կառուցելը դրա համար է մի քիչ էլ դանդաղում այսքանից հետո, ապա վստահ կարող եք լինել, որ Հայաստանի Հանրապետությունում միակ բարեգործը այդ բարեխիղճ եւ հարկ վճարող քաղաքացին է։ Ոչ մի այլ բարեգործ չկա։ Մնացածը ըստ ցանկության ինչ են անում, ինչ չեն անում, իրենց գործն է, Աստված իրանց օրհնի, բայց եթե դրանք հետո պիտի ծառայեն որևիցե լծակներ ունենալու համար, դա բարեգործություն չի, դա հակապետական գործունեություն է։ Որտեղ որ ամենատարբեր արտաքին ուժերի հետաքրքրություններն են խաչվում։ Դե ինչ, եթերում ազատ շփումներ, կհանդիպենք կիրակի օրը Թալինում պատարագի ժամանակ, վեհարանը վեհի եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը, եթերում ազատ շփումներ։